ERT-ն հեռուստաընկերության տաղավարում վերլուծությունների ժամանակն է հարգելի հեռուստադիտողներ եւ այստեղ Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Էլ ինչից, եթե ոչ Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցից պիտի սկսենք խոսել, Մարկո Ռուբիոն ժամանեց Հայաստան, բայց նրա այցը սահմանափակվեց Զվարթնոցով։ Լրագրողները հրավիրվեցին հենց Զվարթնոցը Թանավակայանի տարածք, որտեղ էլ տեղի ունեցան ստորագրման արարողություններ, այսինքն փաստաթղթեր ստորագրվեցին եւ նաեւ հայտարարություններ արվեցին երկու արտգործնախարարների պետքարտուղարի տվյալ դեպքում եւ Արարատ Միրզոյանի կողմից։ Հիմա մի տեսակ տարօրինակ է, որ այդ ռանգի մարդը գալիս է եւ ընդամենը 1 ժամ է մնում Հայաստանում եւ շատ արագ հեռանում է, ուղղակի կարծես թե տպավորությունն այնպեսին է, որ հատուկ ուղերձով էր եկել, որպեսզի Հայաստանում ուժ գնացող այդ ուժերի դեմ ընդդիմադիր, սա ահազանգ լինի կամ որոշակիորեն նաեւ հարված։ Դե երբ որ մենք ասում ենք Հայաստանում ուժ գնացող ուժերի դեմ, այսինքն ռուսական կոնկրետ ներկայության եւ այլն, բնականաբար մենք պետք է հասկանանք, որ իրենց նպատակը ուղղակի անիմաստ դրանց դեմ պայքարելը չի, այլ նաեւ այն վտանգները, որոնք առաջանում են ընթացս, հա։ Այստեղ պետք է երկու հանգամանք ձևակերպենք, այո, պետք է ընդունել, որ ամերիկյան ադմինիստրացիան ասում է, պես մենք Իրանի հետ կապված եւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող այս բարդ զարգացումների ֆոնին, ուրեմն ընդամենը մի արանք գտավ, բարի բուն իմաստով, տեսանք մենք ինչ կարևոր հանդիպումների մեջ էր Հնդկաստանում, դե խաղաքեր նաև, հա, ուրեմն այսպես դաշնակից պետությունների հետ Ասիայում եւ այսպես շարունակ։ Եվ ինքը ընդամենը 1 ժամ գտավ, իջավ եւ այլն։ Եկեք հասկանանք, որ դա բխում է Միացյալ Նահանգների շահերից, իրենք հասկանում են նաեւ ինչա կատարվում։ Այո, ըստ էության, իրենք հասկանալով իրավիճակը, փաստորեն, ասում եմ, խաղադրույքը դրեցին Հայաստանի իշխանությունների վրա, դա կարելի է այդպես իրոք մեկնաբանել եւ հասկանալով, որտեվ դաշտում ինչա կատարվում, այսինքն ընդհանուր Հայաստանի ներքաղաքական վիճակը հասկանալով ինչա կատարվում, իրենք որոշեցին այդպես վարվել, բայց նաեւ եկեք չմոռանանք, որ իրենք ուղղակի Հայաստանի իշխանության խաթր չէին գա, եկեք դա էլ ընդունենք էլի, որ դա այդպես չի միայն, որ ասենք իրանք հատկապես որ իշխանության էլ Հայաստանի, որովհետեւ Հայաստանն այսօր Հայաստանի կարևորության։ Հիմա ասեմ ինչու, հիմա բացատրեմ ինչու, այստեղ մետարկիր բան կա, եկեք չմոռանանք, որ մի քանի օր առաջ դուրս են եկել IRA-ի հարցումները։ Եվ այնտեղ կա մի շատ մտահոգիչ կետ։ Մենք քանի որ այսպես Հայաստանում դուք ընդդիմադիր ուժերից խոսեցիք, եթերում ով ինչ խոսում է, ով ինչ ուզում ասում է, ամենակարևոր եթերներից ֆակտ չեկինգ չկա, ասենք օրինակ կարա, ասենք ինչ որ մի հատ ռուսա սատկիկ, ռուսասերիկ, ասենք գա կանգնի, ասի տեսակ Պուտինը հաղթում է Ուկրաինայում, ասենք, լրագրող Չէ, քաղաքական գործիչ, կարա գա պնդի հանրայինի եթերում, օրինակ, որ Պուտինը հաղթում է։ Դուք հասկանում եք, ասենք մենք տեսնում ենք, չէ՞ ինչա կատարվում, ոռնոցները, իդեպ, չգիտեմ, երևի հարցերի մեջ կա, չէ՞, այս ոռնոցները որ կատարվում է։ Տեսանք, չէ՞, ասենք Սիրիայում, Մալիում, Ռուսաստանի վիճակը, դերակատարման տոտալ, ասենք, նվազեցումը, տոտալ, ասենք, ես այդպես հաղթանակ կյանքումս չեմ տեսել, որ պետությունը հաղթում է, բայց բոլոր տեղերից դուրս է մղվում, ասենք, իր ազդեցությունը շատ ծիծաղալու է իհարկե էլի։ Այն որ ասենք 9 աստիճանի ոռնոց, հա որ սպառնում են Միացյալ Նահանգների դեսպանատանը Ուկրաինայում, շատ են հաղթում, արդեն հաղթել պրծել են, բրեկներս խաբար չկա, ասում եմ էլի։ Եվ այսինքն տեսեք, սա վտանգավորագույն բան է, գումարած ռուսական գործակալական ցանցը, որ ահռելի է Հայաստանում, ամեն երեխեքի, ասում փոքրիկ երեխաների համար ստեղծված կենտրոնում, գրքերի տանը, Դոմ Մոսկվիներում, ձեռնարկություններում եւ այսպես շարունակ։ Այսինքն ահռելի է, ամեն տեղ կա, հիշում եք մի հետազոտություն կար, որտեղ տարիներ առաջ նշվում էր, որ Հայաստանում չկա միտեղ, որտեղ ռուսական գործակալ չկա, այսինքն պետական մարմիններում եւ այլն։ Դրա համար Ռուբիոն հասկանում է, իսկ ինչ է IRA-ի հարցումները, ինչու Ռուբիոն իրականում նաև խնդիր ուներ, այո, այդ 1 ժամը տրամադրելու, բացի նրանից, ասեմ ձեզ, աջակցությունն էլ ինքը այսպես շատ դիվանագիտական ձևով արեց, այսինքն փաստաթղթի շրջանակում, այո, ինքը արեց դա։ IRA-ի հարցումներով թրիփի պոպուլարությունը Հայաստանում այդքան բարձր չի։ Եվ սա հենց այդ ռոպագանդայի արդյունքն է։ Մարդիկ չեն հասկանում, որ թրիփը մենք էլ ենք, իհարկե մեր աշխատանքը փաստորեն արդյունք տալիս է, բայց մեր դեմ պայքարող ուժերը, այսինքն ռուսական գործակալական ցանցը բավականին հզոր է։ Եվ մենք տեսնում ենք, որ թրիփի պոպուլարությունը կես-կես է Հայաստանում, այսինքն նա մեծամասնություն չի։ Այն դեպքում, որ մարդիկ չեն հասկանում ուղղակի, որ թրիփը Հայաստանի իզոլացիայից դուրս գալու, միակ մենք բազմից ենք չէ՞ ստե խոսել։ Միակ տարբերակն է։
միակ տարբերակն է։ Այսինքն այս պահի դրությամբ եղած։ Եվ դա եւ մենք ավելին ասեմ ձեզ, այո, եւ ավելին ասեմ ձեզ, դուք տեսնում եք ոնց են մռմռում թրիփից շատերը, ոնց են փորձում խցկվել, մտնել ամերիկացիներին դուրս հանել, հա, անունը փոխել եւ այսպես շարունակ։ Չինաստանի հետ պայքարի շրջանակում թրիփը շատ մեծ կարեւորություն ունի, ահռելի կարեւորություն ունի, հա, մենք հեսա մի փոքր նաեւ փաստաթղթերի բովանդակությանը կանդրադառնանք։ Այսինքն Ռուբիոն շատ լավ հասկանում է ինչ ուժերի դեմ այստեղ գործ ունի Միացյալ Նահանգները։ Այդ process-ը տեղի է ունենում սարսափելի ցավոտ Հայաստանի կտրվելու process-ը, շատ դժվար եւ ես ես մի բան ասեմ, այս դեռ նոր է սկսել։ Մենք եթե մենք նայենք օրինակ Շոյգուի եւ այդ Տոլստոյի կոչված ուրեմն անբարոյականության հայտարարությունները, սպառնալիքներ, ուղիղ սպառնալիքներ, այո, հա, չգիտեմ, Բելարուսը բանջարեղեն չի թողում արդեն եւ այլն, հասկանում եք լկտիության աստիճանը։ Եվ մեր հասարակությունը փոխանակ եզրակացություն անի, այսինքն այն մեծամասնությունը բացարձակ հուսով եմ կանի, հուսով եմ անում է, բայց մեկը մենք տեսնում ենք, որ ահռելի զանգված կա, որ չի հասկանում, ասում, այո, որ ռուսներից վատանակ մեր բանջարեղենը, իրենք չեն հասկանում, որ այդ բանջարեղենով, իրենց ապագա, այսինքն սպառնալով բանջարեղենը չընդունելով, իրենց երեխեքի ապագան են ուղղակի ոչնչացնում բանջարեղենի պատճառով։ Այն դեպքում, որ կարելի է ուղղակի կազմակերպել այդ բանջարեղենը այլ տեղեր արտահանել, հատկապես որ հայ-ամերիկյան ստրատեգիական համաձայնության մեջ կա կետ գյուղատնտեսական, տեսել եք, չի կարդացել գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասին։ Այսինքն այդտեղ նաև նախատեսված է, որ պետքա դիվերսիֆիկացվի հանվի։ Դա նաև Եվրոպան անշուշտ։ Այո, այսինքն եթե իրանք ուզում են ամեն անգամ բանջարեղենի սպառնալիքի տակ չընդունելու, ստրկանալ եւ իրանք երեխեքի ապագան ոչնչացնել եւ մի օր էլ ոչնչանալ, հետո վերջում, ասենք, պատճառը դառնա բանջարեղենը, ես մի քիչ բան եմ հասկանում, այնպես եմ բացատրում, որ հասկանալի լինի։ Ոգի պետք է լինի ազգային այս ամեն ինչից հետո պետք է հասկանան, որ այս ամեն ինչը պայքար է պահանջելու, որովհետեւ ազատությունը, անկախությունը, լուրջ պետություն դառնալը, բարգավաճումը հատկապես, որ հիմա, այսպես ասեմ, այս ամեն դժվարություններից հետո կա պատմական շանս կա լուրջ պետություն դառնալ տարածաշրջանում, հատկապես որ նախադրյալներ կա հետաքրքրվածություն ամերիկյան, եվրոպական գործընկերների կողմից։ Ես շարունակենք հաջորդ։ Այո, իհարկե հետաքրքիր է, բայց պիտի ընդմիջվենք գովազդային դադարով, որը նույնպես կա։ Խորհրդային Հայաստանի ամենաաղմկահարույց կողոպուտը, հանդգնություն, որը թեղեց ճակատագրեր, հարցեր, որոնք մնացին անպատասխան, անձրևանոց, ֆիլմ իրական պատմության մասին, հետապնդում, գաղտնիքներ, ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում, տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Վերլուծություններն շարունակվում է RTN-ի տաղավարում, անդրադարձել ենք Մարկո Ռուբիոյի այցին Հայաստան։ Հիմա եթե էլի բան ունեք ավելացնելու մինչև գովազդը մեր զրույցին, թե չէ շարունակենք փաստաթղթերի մասին։ Այսինքն, չէ, ամփոփելով ասածս տեսեք, թրիփը այնքան կարևոր է Միացյալ Նահանգների համար եւ նաեւ Հայաստանի համար, որ դա չէր կարելի այս պահին անգամ անտեր թողնել, որովհետեւ պետք է եւ դա ցույց է տալի կարևորությունը, որ Ռուբիոն եկավ եւ ստորագրեց, այսինքն իրենք հասկանում են, որ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, ինչու՞ չէ նաև Ադրբեջանը, ինչու՞ չէ նաև Թուրքիան կուզեն տապալել այդ թրիփը, որովհետև Թուրքիան, Ադրբեջանը չհասան իրենց նպատակին, բնականաբար, հասկացեք, տակից նրանք են աշխատելու, բացահայտ մյուսներն են աշխատելու, դրա համար պետք էր արագ ուրեմն բանալ։ Դրա համար ստորագրվեց, այսինքն նախաստորագրվեց թրիփը։ Եվ սա արդեն նշանակում է, որ այս նախագիծը այլևս ավելի ուժեղ է, քան մինչ այսօր։ Տեսեք, ես իհարկե մի քայլ էլ առաջ գնացինք, բայց դա ցավոք սրտի դեռ վերջնական չէ, ինչպես Արարատ Միրզոյանը բացատրեց, ասեց, որ միայն ընթացակարգերն է խնդիրը, որ չի ստորագրվել այսօր, բայց տեսեք, կարևորությունը, հրատապությունը եւ նաեւ այստեղ այսինքն ամերիկյան շահը, այսինքն կոպիտ ասած ամերիկյան հետաքրքրությունները ամրապնդելու համար Ռուբիոն 1 ժամ, որ կարելի է ստորագրման ժամանակ գալ հանդիպել, բայց դա ընտրությունից հետո է լինելու։ Հիմա, այսինքն, տեսեք, անգամ կարելի է հեռակա ստորագրել, հետո արդեն գլխավոր ստորագրման ժամանակ, բայց ինչ որ ընթացակարգեր պետք է անցնեն Միացյալ Նահանգներում, որից հետո ես կարծում եմ չի բացառում, որ նորից հանդիպեն Միրզոյան ու Ռուբիոն արդեն ստորագրման համար։
Հուսով եմ Արադ Միրզոյանը ասաց, որ շաբաթների հարցա ոչ թե երկար ամիսների ընթացակարգին, որոնք կարծես թե պետքա որ արագ անցնեն, ես շատ հուսով եմ, որ արագ կանցնեն, որտեղ տեսեք ինչքան քանի դեռ ասենք ստորագրված չի անընդհատ այդ փորձերը տապալելու եւ այլն անընդհատ ուժ գնալու են, իսկ պետքա արագ ստորագրել եւ ես շատ հուսով եմ, որ արագ պետքա անցնեն աշխատանքի, որովհետեւ տեսեք տարբեր ուժեր սադրում են Հայաստանից, որ Իրանը գա տապալի, իսկ ասում են Իրանը թույլ չի տա եւ այլն, հա։ Չնայած այսօր Առաստել մեկ տեսնում ենք, որ Իրանից կա այդ սպառնալիքը, այո, բայց մենք հասկանում ենք, որ տեսեք ահաբեկիչ իշխանությունը, մենք որոշ հասկանում ենք, որ այդ սպառնալիքը կա, չէ, բայց որոշ ուժերը ուղղակի կոչ են անում եթերից, ընտրությունների ժամանակ, ընտրաշարժներն եկեք տապալեք այդ տրիպը, Իրան մի թողեք, հա, Ռուսաստանին արդեն կոչ են անում, այնտեղ մեկը նստած է արդեն ապի կարա, ուրեմն բունկերային, ասենք, բունկերից դուրս չի գալի, որ ասենք անվտանգ լինի, Իրանին են կոչանում, այնտեղ Չինաստան են բերում, ասենք, հա, որ եկեք տապալեք, մեկը չեք կարողանում, հասկանում եք, Բայց Միրզոյանն էլ ասաց, որ Իրանը տրամաբանությունն է դրան բերում, որ դեմ կանգնելու առիթ չունի, որտեղ ինքը դրանով առնվազն սևծովա դուրս գալիս։ Ինքը դիվանագետ է, տրիպը ամերիկյան, այսինքն դա դարպաս է։ Դարպասը Ամերիկայի համար ուրեմն Չինաստանի հետ գլոբալ մրցակցության պարագայում Իրանի ճակատագիրը կախված կլինի այս պատերազմի ավարտից, ինչպես կպայմանավորվեն, դրա համար դուք ասում եք Միրզոյանը, բայց դե Միրզոյանը մի բան ակնարկեց, ասաց, որ մենք հուսով ենք, որ այդ պատերազմը կավարտվի եւ գուցե եւ շատ հուսով ենք ամենաուրախը կլինենք, որ սկսվի Ամերիկայի եւ Իրանի միջև համագործակցությունը եւ այդ ժամանակ ամենաշահողը մենք կլինենք, քանի դեռ Ամերիկան ուրեմն Իրանի հետ այսպիսի հակամարտության մեջ է, այդ դարպասը, որը ամերիկացիք դրել են, փակ լինելու նաև Իրանի համար։ Ես չեմ ասում ոչ մի բան չի անցնելու գնա, ոչ, Հայաստանի հետաքրքրությունը, բայց այստեղ, այսպես ասեմ, խիստ վերահսկողության տակ է լինելու, որպեսզի հանկարծ ավելորդ բաներ չանցնեն, չգնան, այստեղ կարևոր է, եւ նաև կներեք ամենամեծ խնդրեմը սանկցիաներն են, որ Իրանի վրա դրված են, քանի դեռ սանկցիաները հանված չեն, այդ Իրան տենց օգտվել բան, այդ ամեն ինչը հեքիաթ է։ Եկեք անդրադառնանք նաև մյուս երկու փաստաթղթերին, որտեղ իսկապես կարևոր են, ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրվեց փաստորեն եւ Իդեպ տեսեք, սա էներ, ես ինչ որ հիշում եք, ասում էի պայքարում էի, ասում էի, դա դեռ ուրեմն ստորագրված չի, այսինքն հիշում եք, ասում էի, դեռ դա ռազմավարական համագործակցության պայմանագիր չի, այդտեղ պետք է ուրեմն արդեն դա վերջնականացված չի, եւ տեսանք, որ եկան եւ կանոնադրությունը ստորագրեցին, այսինքն այդ չարտերը այո, հենց այդ մասին է ես խոսում, հա, եւ որ պնդում էին, որ ստորագրված արդեն ռազմավարական գործընկերություն, այո, սկիզբը դրված էր, հիմա արդեն կոնկրետ, իդեպ հետաքրքրական մի բան ասեմ, մեջը բազմաթիվ կետեր կա, երրորդ հատվածը, որ ստորագրվեց հանքանյութերի հետ կապված, ուրեմն դա ռազմավարական պայմանագրի մաս է, ուշադրություն դարձնենք, արհեստական ինտելեկտի հետ կապված, որ հիմա արդեն կառուցվում է, դա էլ է ռազմավարական պայմանագրի մաս, չէ՞ որ արգելքներ են հանվել, ատոմակայանի հետ կապված, դա էլ է ռազմավարական պայմանագրի մաս, իդեպ ինչքան էլ Միրզոյանը փորձում է հերկել, փորձում են խաղեր տալ, դեռ չեն բանանում, բայց ամերիկացիները պնդում են, որտեղ մի քանի օր առաջ, եթե չեմ սխալվում, Սերջենտ եւ Լունդ ընկերություն, եթե չեմ սխալվում անունը, ուրեմն եկել էին Միացյալ Նահանգներից Հայաստան եւ դեսպանատունը հայտարարություն տարածեց 3 օրով ուսումնասիրություններ են իրականացրել, այսպես նախագծեր են, քանի ատոմակայան պետք է Հայաստանին եւ այլն, այսպես շարունակ։ Այսինքն Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է, որովհետեւ էներգետիկ անկախությունը նշված է ռազմավարական համաձայնության մեջ։ Դա երևի դիվանագիտական քայլ է այդ մասին չբարձրաձայնելը առայժմ, ինչպես տեսնում ենք իրավիճակը Ռուսաստանի հետ։ Դե տեսեք ամենակարևորը ամենացանկալիներից չէ։ Դե չի օգնելու։ Բարձրացնես ես ասեմ ձեզ, վստահեցնում եմ ձեզ, ավելի էֆեկտիվ է սենց, ասում եմ, դանդաղացնում են այդ ամեն ինչը, վստահեցնում եմ ձեզ, Ռուսաստանը ինչքան արագ փոխվեն, այնքան ավելի արագ են նրանք հետ գալու համագործակցության ստիպված եւ այնքան ավելի արագ է, ավելի առողջ հարաբերություններ սկսվելու, Հայաստանն էլ ավելի ազատ է լինելու։ Ես ես ասեմ, ինչքան ձգում ենք, սենց իբր թե չասենք, որ չնեղանան, իբր թե չասենք, որ գազը չթանկացնենք, դրանով երկարացնում ենք տարի, մեկի բանջարեղենը կփդի, կսկսեն ագիտացիա անել, ռոպագանդայով, հասկանում եք, այսինքն մենք հասկացեք process-ը, իրանք մի բանը օգտագործում են, Հայաստանում այնքան ռեսուրս ու հնարավորություն ունեն, որպեսզի այդ իրանց արածը, այսինքն այդ բանջարեղենը, բիզնեսներին վնասը, հիմա սպառնացին միգրացիոն չէ, օրենքները խստացնել, արտոնյալ պայմանները հանել, չնայած ասեմ ձեզ, իմ ունեցած տեղեկությունները
տեղեկություններով շատ է պակասել իմ արտագն աշխատանքը Ռուսաստանում եւ տրանսֆերտներն են պակասել իմ ունեցած տեղեկություններով, այսինքն դա առաջվանը չի, ով գնացել է Ռուսաստան արդեն հիմնականում նրանք ովքեր ստացել են անձնագիր այնտեղ արդեն մնացել ապրում են եւ այլն եւ վտանգի տակ են այս պահին եւ շատերը զոհվել են ցավոք սրտի ուկրաինական պատերազմում եւ այս իմաստով արդեն շանտաժը գնում է եւ ասեմ ձեզ այդ ամեն ինչ այս պայքարը շատ դաժան է լինելու ես ձեզ վստահեցնում եմ եւ տեսնենք որ Միացյալ Նահանգները նորից հարվածեց Իրանին, դա շատ կարևոր, որովհետև նաև այդ պատերազմի ավարտից, բայց պատճառը չեն ասում, ըստ սադրանք է եղել շատ լուրջ սադրանք։ Ես ավելի շատ կողմ եմ նրան, որովհետև Թրամփի հայտարարությունները, որ նայում ենք, այսպես տեսեք, Թրամփը խաղում է, տարբեր արտահոսքեր են կազմակերպում, թե իբր Նեթանյահուի վատ բանա ունեցել։ Դե այդ շտկվեց, հետո խոսեցին։ Հետո այսպես ասած, այսինքն իրականում խաղ է գնում, տեղեկություն կա, որ նաև այս քաղաքականությամբ Իրանի ներսում փորձում են էլիտաների միջև, այսինքն կառավարող այդ ահաբեկիչների միջև պարակտում սերմանել եւ այլն, ասեցին, որ Թրամփը պատրաստ է զիջել, հետո պարզվեց պատրաստ չի, այսինքն երեք էլ տեղադրեց, որ լավ բանակցություններից հետո անմիջապես դրեց, որ Ուրանը պետք է հանձնվի։ Այսինքն այս շարունակվում է եւ ես կարծում եմ, որ այդ հարվածները կոնկրետ Բանդար Աբասին եւ էլի ռազմական որոշակի օբյեկտներին ու նավերին, փոքրիկ նավակներին ականապատող, դա զգուշացում էր նորից Իրանին։ Դեպ հետաքրքրական մի բան էր, որ Իրանը դրանից հետո կարծես դուրս չեկե բանակցություններից։ Իհարկե, սա իսկապես շատ հետաքրքիր է, իսկ այս մասին արդեն հարգելի հեռուստադիտողներ վաղը երևի ավելի մանրամասներ կլինեն, այսօր մեր հաղորդումն ավարտվեց, ցտեսություն։ Հաջողություն։